Այսինքն քրիստոնեաբար ներում եւ սիրում եք անգամ Փաշինյանին այսպիսի արտահայտություն։ Երևակայեք։ Իսկ որ ասում է Բեհարանը Բեհի, Ինչ իմանամ ես իր ռեբուսները չեմ կարող հասկանալ։ Դուք պետք է իմանաք։ Քրիստոնեաբար պետք է հարցակվենք եկեղեցու վրա եւ այնտեղ ընտրություններ տեղի ունենան։ Դուք վստահ եք, որ ներսից աջակցություն չի լինի եւ ինչ այս Իհարկե վստահ եմ։ Իրենք տեսեք ով էր նրանցից մեկը ինչ-որ կարծիք հայտնեց կենտանական մագանուն ունեցող մեկը այդպիսի կարծիք հայտնեց, չէ՞, փորձելով սեպ խրել ամուսնացյալ եւ կուսակրոն հոգեվորականության մեջ, թե ինչու ամուսնացյալ հոգեվորականությունը, ինչու վեր չեն բարձր, չէ, ինչու ամուսնացյալ հոգեվորականությունը չի կարող բարձր աստիճան ունենալ եւ նույն կուսակրոնները։ Այդ փորձում են այսպիսի սեպեր խրելով, փորձում են պարակտում ստեղծել եկեղեցվո մեջ, դա չի հաջողվի։ Առաջին անգամ չի Նիկոլ Փաշինյանը։ Հա, իրապես ճանաչում է, ինձ։ Դուք ձեր ելույթում քիչ առաջ այստեղ եկեղեցու շուրջ կատարվողի մասին քննարկմանը ասացիք, որ պետության ինստիտուտները այլևս խարխլված են եւ ձեզ համար շատ ավելի մեծ ռիսկ է դա, որովհետեւ եկեղեցու դեմ արշավները միշտ անհաջող ավարտ են ունեցել։ Բայց դուք խիստ տարակուսած եք, որ չի գործում ազգային անվտանգության ծառայությունը, չի գործում արդարադատության նախարարը, որտեղ անձնական կյանքի իրավունքի խախտում կա այստեղ։ Ինչ եք դուք ասում։ Չի գործում քննչական կոմիտեն։ Այո։ Չի գործում առողջապահության նախարարությունը։ Լավ, ինչ եք կոնկրետ, կոնկրետ խոսենք։ Ինչ եք ակնկալում այս մարդկանցից, ովքեր նշանակվել են Փաշինյանի կողմից։ Եվ նրանք արդեն իսկ գնացել են։ Լավ, ում կողմից ուզում են նշանակված լինեն, բայց ազգային անվտանգությունը հայեցակարգ պիտի ունենա, թե չէ։ Ուրեմն ազգային անվտանգության այդ պատասխանատուները պիտի ներկայացնեն իրեն վտանգները, որոնցով հղի է իր մոտեցումը, թե ոչ։ Նույնը քննչական կոմիտեն պարտավոր է քրեական գործ հարուցել այնտեղ, որտեղ կա հանցակազմ։ Արդարադատության նախարարությունը պարտավոր է իրեն ներկայացնելու այն վտանգները կամ այն խախտումները, որ ինքը ցույց է տալիս։ Պարտավոր են, ինչ կապ ունի իրեն իր կողմից են նշանակվել։ Եթե իր կողմից նշանակվածները իրավունք չունեն որևիցե բան ասելու, սա նշանակում է արդեն դիկտատուրա։ Սա նշանակում է ավտորիտար կառավարում եւ դրան են գնում։ Որովհետեւ եթե ես ուրիշ անկավել եմ ասել, եթե ՔՊ-ի մեջ չկա ընդդիմություն, ցանկացած կուսակցության մեջ նույնպես պետք է լինի ընդդիմություն։ Եթե ՔՊ-ի մեջ չկա ընդդիմություն, գլխավորը ինչ ասում է ծափահարում են, սա նշանակում է, որ վտանգավոր դիկտատուրա է հաստատվում Հայաստանում։ Հիմա դիկտատուրայի դեմ եկեղեցին պիտի արտահայտվի, թե ոչ։ Արտահայտվում է։ Բայց գլխավոր դատախազնել արտարադատության նախարարն է ցանկացած պաշտոնյա անձել իրավունք ունեն իրեն ասելու այն վտանգների մասին, որոնք կան, բայց չեն ասում, որովհետև իրենք էլ հանցակից են։ Եվ ենթարկում են դիկտատուրային։ Եվ ներկայացնում են այս ամեն ինչ ինչպես դեմոկրատիա, ինչ դեմոկրատիա, դեմոկրատիա չկա։ Աբազյանը եւ Վարդապետյանը եւ մնացածը հանցագործներ են, այո, եթե չեն զգուշացնում հանցագործ են, իհարկե։ Քանի օր է Փաշինյանը որոշել է խորհուրդ ձևավորել, ինչ որ տաղանդավոր մարդկանցից կազմված, ինչ որ հոգու հայելու մեջ Ոչ մի տաղանդավոր մարդ չի կարող մաս կազմել այդ հանձնաժողով կոչվածի։ Կարծում եք նրանք չեն համաձայնի Փաշինյանի նախաձեռնության միանալ։ Մենք գիտենք շատ մարդ կան։ Օխլոսից սիրով կմիանա։ Սրբազանը դուք բացառում եք, որ օրինակ Վազգեն Սրբազանը կարող է միանալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության։ Այո, բացառում եմ։ Բայց նա Նիկոլ Փաշինյանի հավատարիմ աջակիցն է։ Լավ, թող լինի աջակից, բայց չի կարող ինքը գործել եկեղեցվո դեմ։ Եկեղեցվո դեմ չի կարող գործել, չի գործի։ Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանը ինչու է այս երեք օրերի կապակցությամբ պահպանում։ Ինչ իմանամ, երևի դեղերը խմել է։ Նիկոլ Փաշինյանը քաստինգ էր հրավիրում, բայց ոնց որ ժողովուրդը չհավաքվեց։ Քաստինգ էր հրավիրում, ասում էր Բեհարանը պետք է ազատել եւ այլն, բայց ժողովուրդը չի հավաքվել ոնց որ։ Աշուր չի հավաքվելու։ Ինչու՞ դե հավաք։ Հանդերձ գնամ բռնություններով ներխուժելու, մայրաթող Դրանով ոչ մի բան չի լինի։ Դրանով եկեղեցին այդպիսի բաներ տեսել է։
Օձյալ հայրապետը մնում է օձյալ հայրապետ եւ գլուխը Հայաստանից եկեղեցվո, քանի դեռ Տերը այլ բան չի տնօրինել։ Սպասան ամեն դեպքում այդ բռնությունները շարունակել է։ Ձեր կանոնադրությամբ եք ասում։ Համենայն դեպս գլխավոր շտաբը։ Ո՞մ կանոնադրությամբ ասեմ։ Լավ եք հիշում, թե ինչպես նա մեկ վարքանով որոշեց գլխավոր շտաբը պետք է ազատվել եւ այսպես իրավունքի ուժով մի ձևակերպում գտան եւ նշանակեցին մեկ այլ զինվորականի։ Մեզ մոտ դա բացառվում է։ Եկեղեցում դա բացառվում է։ Ձեր ինքնավստահությունը ինչ կապ է։ Որտեղ ես ճանաչում եմ եկեղեցիներ, ճանաչում եմ իմ եղբայրներին էլ։ Ճանաչում եմ իրենց հնարավորություններն էլ, ճանաչում եմ եկեղեցու պատմությունը, չի կարող նման բան լինել։ Այո, իրենց ցանկությունը կա, բայց չի կարող նման բան լինել։ Անելու կամ գահապար հայրապետին թողնել ինձ ասել, այնտեղից դուրս անելու ոչ մի միջոց, Ոչ մի միջոց իշխանությունը չի կարող ունենալ եւ չունի։ Սպասան ամեն դեպքում եթե բռնությանը գնան, դուք նոր նշեցիք, որ նույն ձևով ու նույն մեթոդներով չեք շարժվելու, ինչպես իրենք են անում, բայց իրենք նշում են, որ պատրաստ են այդ բռնությանը։ Հիմա օրինակ դուք Իրենք նման բան չեն ասում, չէ, պատրաստ են։ Անելու, օրինակ ձեռքերը բարձելու եք վեր ու հանձնեք այդ ամեն ինչը, կամ ոնց եք պատկերացնում, ոնց է ձեր սցենարը։ Ուրեմն ես ասել էի, չէ, եթե դուք ընդունակ եք ամեն ինչի, մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Նույն չարությամբ Չէ, չարությանը դա ուրիշ բան է, ինքնապաշտպանությունը եւ անհրաժեշտ գործիքակազմ ցուցաբերել նման բաներին անշուշտ ուրիշ բան է։ Հիմա երբ որ Արցախում մեր հոգեվորականները զենքը ձեռքին կռվում էին, դա նշանակում էր ինչ, չարություն, թե հայրենիքի պաշտպանություն։ Որոնց մենք հոգեվորականներս ի վիճակի ենք եկեղեցին պաշտպանելու։ Եթե նույնիսկ ժողովուրդը մեզ թողնի միայնակ։ Դուք Բայց այդպիսի կասկածներ ունեք։ Հա? Այդպիսի կասկածներ բայց Ինչ, ունեք, որ պիտի հարձակվեն։ Չէ, որ ժողովուրդը կարող է միայնակ թողնել։ Չէ, ոչ։ Բայց դուք նկատել եք, որ Վահագն Ալեքսանյանն ասել է հնարավոր է Փաշինյանը ինքը առաջնորդի այդ արշավը եկեղեցու դեմ։ Վահագն Ալեքսանյանն ով է։ Պայմանագիր օրենսդրության ներկայացուցիչը համարվում է իրենց այսպես Այդ թող համարվի։ Ես ամեն մի կենտանական ծագում ունեցող մարդկանց ասածներին չեմ պատասխանում։ Երբ որ հոդին ներկայացուցիչ դառնա, այն ժամանակ կներեմ իրեն։ Դուք կասկածներ ունեք, որ քաղ պայմանագիր հուսակցության պատգամավորները նաև հավատացյալներ են կամ Իհարկե կասկած ունեմ, լուրջ կասկած ունեմ։ Փաշինյանը իրեն Եթե որևիցե մեկը ամենայն հայոց կաթողիկոսին ինչ-որ կտրիչ Ներսիսյանով է խոսում, դա ինչ հավատացյալ կարող է լինել։ Դա հավատացյալ կարող է լինել։ Պարոն Աչաբաղյանով խոսողը կարող հավատացյալ լինել։ Դուք պատրաստ եք այդ սցենարին, որ Փաշինյանը ինքը գա դեմ առ դեմ կանգնի եւ իրեն բնորոշ բառամթերքով խոսի Վահագն հայրապետի եւ ձեզ եւ մնացած բոլոր եպիսկոպոսներին։ Հարցեր եք տալիս, ոչ չի։ Այսինքն ինչպես կանգնի, թող գա խոսի իր բառամթերքով, թող գա խոսի։ Նա առայժմ վարչապետ է եւ նրան են ենթարկում բոլոր ուժայինները։ Թող ենթարկվեն։ Հուզվեց։